Արմեն ջան, ողջույն։ Բարի օր։ Այսօր կզրուցենք միասին առհասարակ բիզնես դաշտի վերաբերյալ մեր զրույցը կծավալենք։ Մենք գիտենք, որ մարդու կողմից բարիքի արարման նոր մոտեցումները, 21-րդ դարի մոտեցումները կարող է ի վերջո անդրադառնալ պետության պոտենցիալի վրա, որտեղ պետության պոտենցիալի զարգացման գլխավոր հենքը, չեմ սխալվի ասել, եթե ասեմ, որ տնտեսությունն է։ Իսկ տնտեսությունը 21-րդ դարում պատկերացնել, որ անմասն է թողնում արարող մարդու տեսակը, անհնարին է։ Այսինքն արարող մարդու տեսակը, բարիք ստեղծող մարդու տեսակը, ինտելեկտուալ կապիտալը իրացնող մարդու տեսակը միշտ կարևոր է լինելու տնտեսության զարգացման առումով։ 21-րդ դարում մենք գիտենք, որ նոր տեխնոլոգիական դարաշրջանում ենք մենք ապրում։ Վերջին 100 տարվա ընթացքում այդպիսի տեխնոլոգիական թռիչք է տեղի ունեցել, ինչքան որ մարդկությունը հազարամյակներ չի տեսել հանրագումարով, եւ դրա թագնուպսակը տեխնոլոգիական առընչատացի կարելի է համարել արհեստական բանականությունը։ Մենք գիտենք աշխարհը ինչպիսին էր միջև արհեստական բանականությունը, եւ արհեստական բանականության գոյությամբ տեսնում եք, թե ինչ փոփոխությունների եւ փոխակերպումների կարող է ունենալ։ Ես առնվազն տեսնում եմ հետեւյալ խնդիրները, որով Հայաստանի Հանրապետությունը պետք է զբաղվի այսօր, նկատի ունենալով արհեստական բանականության հնարավորությունները։ Առաջին հերթին մասնագիտությունների շուկայում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության մոտեցումը ինչպիսին պետք է լինի, նկատի ունենալով, որ մասնագիտություններ կլինեն, որ կմահանան, մոտակա 20 տարում կդադարեն գոյություն ունենալ։ Մասնագիտություններ կան, որ կստեղծվեն։ Այստեղից օրինաչափ հարց է առաջանում, չէ՞, հասկանալ արհեստական բանականության բերած հնարավորություններն ու ռիսկերը, որպեսզի պետությունը միջոց եւ ռեսուրս չծախսի անիմաստ պրոյեկտներ ֆինանսավորելու մեջ, եւ ընդհակառակը ահռելի քանակությամբ ռեսուրսներ եւ հնարավորություններ ներդնի, որպեսզի կարողանա նոր բազիս ձևավորելով այլընտրանքային եւ մոտալուտ մասնագիտությունների շուկայի այն մասնագիտական հնարավորությունները սնուցի, որոնք որ երկրի տնտեսության բջիջն են կազմելու։ Մենք գիտենք, որ զանգվածային արտադրությունների դարաշրջանին փոխարինում է արդեն կրեատիվ արտադրությունների դարաշրջանը, առանձին ինտելեկտուալ հնարավորությունների իրացումը եւ այդ առանձին ինտելեկտուալ գաղափարական նորարարական մոտեցումների միմյանց բախման մեթոդով արդյունավետ տեխնոլոգիաների հայթայթումը։ Այս պարագայում ինչ կարող ես մեզ ներկայացնել արհեստական բանականության հնարավորությունների, ռիսկերի եւ հետագա ընթացքի վերաբերյալ։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Մտքի սկզբում հնչեց մի հատ հետաքրքիր արտահայտություն, որ ստեղծարար մարդիկ, բիզնեսի ստեղծարարը, եթե նայենք բիզնեսմեն բառի թարգմանությունը հայերեն գործարարն է։ Գործարարն է։ Այսինքն արարել արմատնա հիմքում ընկած։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, իհարկե բնականաբար, ինչպես եւ ցանկացած նոր տեխնոլոգիա, ինքը իր հետ բերել է եւ դժվարություններ, խնդիրներ եւ շատ մեծ հնարավորություններ։ Կլինեն մասնագիտություններ, որոնք կգնան պատմության գիրկը եւ կծնվեն բնականաբար նոր մասնագիտություններ, ու լրիվ համաձայն եմ, որ գիտակցությունը, թե որ մասնագիտությունները կդառնան ավելի անհրաժեշտ, իսկ որոնք պակաս անհրաժեշտ կամ կվերանան ընդհանրապես, շատ կարևոր է պետության ապագա կրթական քաղաքականությունը մշակելու համար, որտեղ անիմաստ կլինի պատրաստել մասնագետներ առաջիկա 5-10 տարիների համար, որոնց մասնագիտությունը պիտի մահանա, հա։ Այո։ Եվ կարծում եմ մեծ բացահայտում առաջ չեմ լինի, որ եթե ասեմ, որ օրինակ շատ իրավաբաններ, շատ հաշվապաններ, մի շարք մասնագիտություններ բնականաբար իսպառ չեն վերանա, բայց պահանջարկը մասնագետների քանակական առումով անհամեմատ կնվազի։ Ու սրան պետք չի նայել որպես կատաստրոֆիկ ինչ-որ մի իրավիճակ, այլ պետք է նայել պարզապես փոփոխություն, աշխարհի փոփոխություն, այո, նոր աշխարհ, որին պետք է պատրաստ լինել ադապտացվել։ Ինչպես ասում էր Դարվինը, գոյատևում է ոչ թե ամենաուժեղը կամ ամենախելացին, այլ նա, ով ավելի լավ է կարողանում ադապտացվել։ Ու այստեղից մի հետաքրքիր բան, իհարկե ես արհեստական բանականության մասնագետ չեմ։ Իմ գիտելիքները արհեստական բանականության մասին տարբեր մասնագետների հրապարակած հոդվածներով է եւ այն հանրամատչելի տեղեկույթով, որը որ իմ ձեռքի տակ գալիս է։ Եվ ինչ եմ ես այս վերջերս ընթերցել եւ կարողացել հասկանալ, նախկինում եթե ես մտածում եմ, որ հումանիտար գիտությունները ճգնաժամի մեջ են հայտնվելու, որտեղ արհեստական բանականությունը իր մեջ ամփոփելով
հումանիտար գիտությունների ահռելի չափաբաժին կարող է ինքնուրույն փիլիսոփայություն զարգացնել, դրանով նաև էսթետիկայի եւ էթիկայի գիտակցություն, բայց արիուտես որ այդտեղ ռիսկեր ունենք, որտեղ արհեստական բանականությունը երբ որ ստեղծարար մտածելակերպով շարունակաբար օժտում ես, շատ հնարավոր է որ մարդկության ճանապարհից շեղվի, որդեգրի մի արդյունավետ ինչ որ մի այլ ճանապարհ, որով մարդկությունը երբեք չէր կարող ընթանալ, ապրիորի ընդունելով նաև այն հանգամանքը, որ մարդը սխալական է։ Մարդիկ սխալական են եւ մեր սխալ թույլ տալը ընդ որում մեր կենսակերպի եւ կյանքի անբաժանելի մաս են, դրանց միջոցով ենք մենք սովորում։ Արհեստական բանականության բազայի մեջ սխալը թույլատրելի չի եւ սխալը շրջանցելու մոտեցումներով է ընթանում։ Հետևաբար շատ հնարավոր է որ շատ կարճ ժամանակահատվածում ուղեցելից դուրս գա մարդկության զարգացման պատմության, որը որ մարդկությունը կարող էր գար հասնել այդ իրավիճակին գուցե 2000 տարի հետո։ Հիմա այս առումով նրա որդեգրած մոտեցումը հումանիտար գիտությունների զարգացման խիստ կասկածելի է եւ այդ հոդվածները որ ես ընթերցում էի ուշագրավ էր մի բան, որ բացի ամբողջ աշխարհի լավագույն համալսարաններում տեղ են տալիս տեխնոլոգիական կրթությանը, տեխնոլոգիական ուղղվածությամբ կրթությանը, այլ նաև զարգացնում են եւ մեծ ներդրումներ են կատարում պետական մակարդակով փիլիսոփայական կրթության զարգացմանը, փիլիսոփայության, որոնցից ածանցում են նաև հումանիտար այլ գիտաճյուղեր, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավագիտություն եւ այլն եւ այլն։ Այս առումով ինչ ես կարծում, ինչպես է հնարավոր զուգահեռներ տանել արհեստական բանականության աշխարհում եւ նոր մարդկային քաղաքակրթության զարգացման հարացույցում ինչ կրթության անհրաժեշտություն կա, որ Հայաստանի Հանրապետությունում կարողանանք մենք բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջ տանել, ինչպիսի արդյունքներ կարող ենք ակնկալել եւ ինչպիսի աշխարհի պետք է նախապատրաստվենք մոտակա 20 տարվա կտրվածքում։ Բնականաբար այն կանխատեսումները, որոնք արվում են ապագայի հետ կապված, մի մասը իրականություն կդառնա, մի մասը չի դառնա, կանխատեսումների մի մասը արվում է նաև արհեստական բանականությունը օգտագործելու միջոցով եւ կրթությունը ճիշտ կազմակերպելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ ուր է գնում աշխարհը, այդ նոր աշխարհը ինչպիսին ենք ուզում մենք տեսնենք եւ այդ մեր ցանկալի աշխարհին հասնելու համար ինչ մասնագետներ են մեզ պետք, ինչ մասնագետներ եւ ինչ տիպի մարդիկ, հա, արդեն գանք փիլիսոփայական հատվածին, ինչ տիպի մարդիկ, որակական առումով, այո, այս սրանք համադրելով նոր հնարավոր կլինի մշակել ճիշտ կրթական քաղաքականություն, բայց կոնկրետ այս պահի համար եթե խոսենք, որը իրադարձություն ունենալ է ապագայի վրա, միշտ պետք է հիշենք, որ արհեստական բանականությունը գործիք է, որով կարելի է ստանալ շատ լավ բան ու կարելի է նաև վնաս տալ, արարել կամ սպանել։ Ու պետք չի վախենալ արհեստական բանականությունից այն տեսակետից, որ որոշ մասնագիտություններ կմահանան, կվերանան, այլ իրան նայել որպես քուրքիկ ջալալի։ Հնարավորություն շատ ավելի արագ, շատ ավելի հզոր առաջ շարժվելու, հա, եւ պատկերացրեք մենք ասենք սայլակը, ձիով շարժող սայլակը փոխարինում ենք ռեակտիվ շարժիչով։ Մենք ոչ թե պետքա ափսոսանք, որ ձին կորավ, այլ պետքա ուրախանանք, որ մենք շատ ավելի արագ ու շատ ավելի հեռու գնալու հնարավորություն ենք ստացել, բայց բնականաբար իր ռիսկերով մեկտեղ, որովհետև այդ նույն ռեակտիվ շարժիչը պայթելու, այրվելու հնարավորություններ ունի, հա, տեղեր ունի, ասենց ասած։ Բայց մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը առաջին հերթին երկու մեծ շեշտադրում ունի, մեկը թվայինացումն է, արհեստական բանականությունից մի քիչ անցում կատարենք, որովհետև խոսալու թեման շատ ընդհանրացակ է, տարբեր հարցերին պետք է անդրադառնանք։ Թվայնացման հարցը կարծես շատ կարևոր է, եւ մենք պետք է հասկանանք, որ մի քանի սերունդ բնակվող ռեալ ժամանակի մեջ ոչ բոլոր սերունդներն են շատ արագ ադապտացվում թվային նոր իրավիճակներին, նույն QR կոդերի մասսայական օգտագործումը, նույն սմարթֆոնների միջոցով շատ հաճախ մեկ պատոհանի սկզբունքով քվեարկություններ անելը, բաժանորդագրվելը, տոմս ձեռք բերելը եւ այլն, նույն անկանխիկ գործարքները, որ կան այդ թվային տեխնոլոգիաների մուտքը, որ մենք շատ լավ գիտենք, որ Էստոնիան ինչքան առաջանցիկ զարգացում ունի եւ մենք գիտենք, որ մեր հայրենակիցներն են Էստոնիայում այդ առաջընթացի հիմքերում կանգնած։ Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում թվային տեխնոլոգիաների առումով։ Եվ երկրորդ ծանրակշիռ մասը դա առաջադեմ տեխնոլոգիաներն են, որոնք եռակի են առաջ գալիս։
դեմ տեխնոլոգիաները առաջացող տեխնոլոգիաներից են բաղկացած, կոնվերգենտ զուգամիտված տեխնոլոգիաներից են բաղկացած եւ թռիչքային տեխնոլոգիաներից են բաղկացած։ Միջև առաջացող տեխնոլոգիաների մասին անդրադառնալը, արի թվայնացման վերաբերյալ խոսենք, որտեղ մենք ունենք երազանք Հայաստանը թվային տերություն դարձնելու եւ այստեղ անջրպետներ ու խոչընդոտներ ենք տեսնում առաջին հերթին պետության կողմից։ Մի հատ շատ հետաքրքիր ֆենոմեն կա։ Սրանից 100-150 տարի առաջ ապրող մարդը ծնվում էր իր ծննդյան օրոք տեսնում էր որոշ տեխնոլոգիաներ, մինչև մահ օգտագործում էր այդ նույն տեխնոլոգիաները։ Հազարամյակներով այդպես է եղել։ Վերջին 100-150 տարվա ընթացքում մարդը ծնվում է, հեռու չգնանք, վերցնենք մեր սերունդը։ Մեր սերունդը, երբ որ ծնվեց, հեռախոսները շատ քիչ էին, բնակարաններ կային, որ հեռախոս չունեին ընդհանրապես, հեռախոսները դիսկով էին, բայց մանրամասնի ինչ հեռախոսներ, որ ժամանակակից սերունդը հասկանա, դիսկով հավաքովի հեռախոսներ, այո, եւ մալուխով, այո, լարով կապված հեռախոսներ։ Բայց ընդամենը մի սերունդի ընթացքում հեռախոսը մենակ պահպանեց անունը, ֆունկցիոնալ տեսակետից այնքան մեծ հնարավորություններ ստացավ։ Այս մենակ հələ հեռախոսի մասին ենք խոսում։ Ես չեմ խոսում բոլոր այն մյուս տեխնոլոգիաները, որոնք մենք հասցրեցինք մեր կյանքի ընթացքում տեսնել, այսինքն մեր դարաշրջանում ապրող մարդը կյանքի ընթացքում, այսինքն 2-3 տարին մեկ ինքը ականատեսա լինում նոր տեխնոլոգիաների, հա, այն ճտիկով ալիքը փոխվող հեռուստացուցից մինչև խոսքով ու ձեռքի ժեստով ալիքը փոխվող մեծ լամպային հեռուստացույցներից մինչև թղթի բարակության հեռուստացույցները, չափսերի մասին էլ չեմ խոսում, եռաչափ հնարավորությունների մասին չեմ խոսում, բայց այդ տեխնոլոգիաներին ադապտացվելը մարդուց պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, էմոցիոնալ, հոգեբանական, գիտելիքի տեսակետից եւ այլ։ Բայց այստեղ ուրիշ հարց էլ կա։ Զուտ թվային տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման համակարգում։ Ես համարում եմ, որ ռեսուրսների խնայողաբար օգտագործման տեսակետից էլ կարող ենք նայել, որտեղ դարաշրջան ենք ապրում, որտեղ հասարակ օրինակ բերեմ։ Մի քիչ է չափազանցված, որ ավելի ցայտուն լինի։ Ենթադրենք բանկում ես եւ մի քանի հազար դրամի գործողություն պետք է կատարես, համարյա նույնքան արժողությամբ թուղթ է վատնվում։ Իհարկե։ Էլ չասած պետական կառավարման համակարգում թղթաբանության եւ թղթերի շրջանառության հարցը, այսինքն մեր ենթագիտակցության մեջ նստած է, եթե ֆիզիկապես թուղթը կա, թուղթը գոյություն ունի, եթե ֆիզիկապես թուղթը չկա, թուղթը գոյություն չունի։ Այստեղ նախ մենթալ համակարգի խոչընդոտների մասին է խոսքը գնում եւ հետո օրինակի համար լավ կլիներ ցանկացած հայցերը, որը որ պետիցիա կոչեցյալն է, քաղաքացիները կարողանային հաղորդակցվել թվային հարթակներով պետության հետ, ընդհանուր միջև զարգացվածության այն աստիճան, որ ընտրություններին մասնակցեին թվային տեխնոլոգիաներով, որը որ գեր, պաշտպանված եւ անվտանգ լիներ։ Բայց այս ամենի առաջ մենք տեսնում ենք թվային խոչընդոտներ հենց պետության կողմից իրականացվող եւ երկրորդ հանգամանքը պետական գաղտնիքի ապահովման հարցն է։ Ինչպես է հնարավոր թվային տեխնոլոգիաների ինտեգրմանը զուգահեռ պետական գաղտնիքի համակարգը արդյունավետ պահպանել, որպեսզի արտահոսքերի եւ ցանցահենության դեմ պայքարի առումով կարողանանք արդյունավետ լինել։ Արդյոք դա հնարավոր է թե ուտոպիա է։ Բնականաբար հնարավոր է, որովհետև շատ երկրներ կան, որտեղ ընտրություններին ընտրազանգվածի, ընտրողների մեծ մասը մասնակցում են on-line, հեռահար ձևով եւ միանշանակ ապահովված է այդ տվյալների ոչ միայն բանկային գաղտնիք, այլ ընդհանրապես տվյալների պաշտպանության հարցը, անվտանգության հարցը։ Բնականաբար շատ տեխնոլոգիաներ կան, մենք ունենք ֆանտաստիկ մասնագետներ դրսում, ցավոք սրտի, Հայաստանում էլ ունենք, բայց իրանք աշխատում են մասնավոր սեկտորի մեջ։ Ասել, որ պետությունը խոչընդոտներ է առաջացնում, իրական խոչընդոտներ չի առաջացնում, բայց շատ հարցերում կիսատ-պռատ մասնակցությունը կամ ոչ լիարժեք պրոֆեսիոնալ մասնակցությունը արհեստական կերպով արդյունքում դառնում է խոչընդոտ շատ խնդիրներ լուծելու։ Այսօրվա դրությամբ քաղաքապետարանին դիմելու, պետական համակարգերի շատ գործարքներ անելու համար ներմուծված է թվային համակարգեր։ Օրինակ մեքենայի առք ու վաճառքի հետ կապված սեպտեմբերի 1-ից գործարկվեց
եթե չեմ սխալվում, ESM-ը կոչվում համակարգ է, ESM համակարգը, որի միջոցով հնարավորություն է տրվում ի թիվս այլ on-line գործարքների մեքենայի արփու վաճառք անել։ Ցավոք սրտի համակարգը գործարկելու ժամանակ ինչ որ տարբեր քայլերի վրա բերում է սխալներ, բերում է խնդիրներ, այսինքն լիարժեք չի աշխատում, Այսինքն կապում ես մասնագիտական թուլության հետ։ Ես կապում եմ մասնագիտական խնդիրների հետ կամ համակարգային մեկ այլ խնդիր, որը բերում է այդ ամեն ինչին։ Բայց այստեղ պատկերի մեկ այլ հատվածը կա, որ քրիտիկական նշանակության ենթակառուցվածքների առումով քաղաքականություն չի արվում։ Հաշվարկված կա, օրինակ, երբ որ մենք տարբեր աղբյուրներ ուսումնասիրում ենք, նաև ես ինքս անձամբ եմ տեղյակ, որ Բալկաններից Սերծովի հատակով համացանցի մալուխ անցկացնելու համար մոտավորապես $20 միլիոն է հարկավոր, որպեսզի գա Վրաստան, Վրաստանից մուտք գործի Հայաստան։ Սա ալտերնատիվ, ավելի անկախ կապի հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության համար, առավել քան այն, ինչ որ կա Ռուսաստանից եկողը։ Սա ես կապում եմ, որ պետության կողմից ոչ պատշաճ, ոչ հավասարարժեք քաղաքականության իրականացում, ես ընդհանրապես մեկ օրինակ բերեցի, նույն այդ քրիտիկական նշանակության ենթակառուցվածքների զարգացման համար։ Կլաստերներ չեն ձևավորվում Հայաստանի Հանրապետությունում առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման։ Իհարկե վերջերս ինժեներական քաղաքը բացվեց, բայց մենք շատ լավ գիտենք ինժեներական քաղաքի հիմքերում կանգնած անձիկ 20 տարուց ավել մարդ մղեցին։ Մարդ։ Իսկ ինչի՞ է պետք պետության հետ մարդ մղել, որ ինչ-որ մի պոզիտիվ քայլ կարողանաս կատարել առաջ, մինչդեռ մենք տեսնում ենք ղազախական փորձը, Ղազախստանը ամեն ինչ է անում կարողանա կլաստերը երկակի նշանակության տեխնոլոգիաների զարգացման իրագործի, հումանիտար կապիտալ չունեն։ Այստեղ ժողովրդական լեզվով ասած Աստված տվել չի խնայել։ Իհարկե։ 20 տարի մարդը ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների միությունը բարձր տեխնոլոգիական ընկերությունները մարդ տան պետության առաջ, որ կարողանան մի կլաստեր զարգացնել, սա նոնսենս է։ Մանավանդ 21-րդ դարում։ Եվ այս առումով ինձ համար շատ ուշագրավ է, արդյոք ես իհարկե չեմ ուսումնասիրել խորությամբ այս հարցը, մտավոր սեփականության պաշտպանությունը Հայաստանում արդյոք գործում է, կա, եւ եթե կա, ինչպես է այդ գործընթացը իրականանում։ Ես գիտեմ, որ մտավոր սեփականության ամրագրման ֆունկցիաները ներկայումս էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ են, եթե չեմ սխալվում, բայց առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման իրավասությունը տրված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ընդ որում ռազմաարդյունաբերության կլաստերներ է այդ նախարարության վերջինիս տիրապետման տակ, բայց չգիտես ինչի մտավոր սեփականության ամրագրումը էկոնոմիկայի նախարարությունում է։ Քանի որ մտավոր սեփականության, ես դրա մասնակից չեմ, կդժվարանամ ասեմ կոնկրետ ով է պատասխանատուն ինչ մեխանիզմ է գործում, բայց գիտեմ, որ գործում է, մեխանիզմներ կան եւ նաեւ թվայնացման մեխանիզմներ կան, հեղինակային իրավունքի, մտավոր սեփականության, դրանց պաշտպանության մեխանիզմներ կան, ընդհանրապես աշխարհում գլոբալ եմ ասում։ Դրա որ հատվածն է Հայաստանում կիրառվում ու ինչ մեխանիզմով, կդժվարանամ պատասխանեմ հստակ։ Հասկանալի է։ Իսկ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման առումով չես կարծում, որ ժամանակն է, որ մեր տնտեսությունը երկակի նշանակության տեխնոլոգիաների զարգացման համար եկ-ստանդարտ կենցաղավարման պետք է անցնի։ Այսինքն խաղաղություն, պատերազմ, հարացույցը նկատի ունենալով տնտեսություն պետք է մենք կարողանանք զարգացնենք։ Գործարան է, արտադրում է ինչ-որ մի արտադրանք, որը խաղաղության ժամանակ նպատակահարմար է այդ ուղղությամբ ընթանալ, ռազմական գործողությունների ժամանակ կամ պատերազմական իրողությունների պայմաններում կարողանում է շատ արագ վերապրոֆիլավորվել կամ իր ենթատեքստում գործող հոսքագիծը աշխատացնել ռազմական կարիքները հոգալու համար։ Դրա համար ինչ մոտեցումներ է պետք փոխել Հայաստանի Հանրապետությունում։ Բնականաբար այն տարածաշրջանում, որտեղ մենք ենք գտնվում ու ընդհանրապես աշխարհի այն վիճակը, որում հիմա գտնվում է աշխարհը, ցանկացած երկիր, առավել եւս Հայաստանի նման երկիր, որը ունի մարդկային մեծ ռեսուրս պատերազմներին մասնակցելու, բնականաբար պետք է բոլոր տեխնոլոգիաները ի վիճակի լինեն շատ արագ ադապտացվել պատերազմական իրավիճակին, ինչպես եւ մոբիլիզացիոն ռեսուրսը։ Ցանկացած մասնագետ պետք է պատրաստ լինի իր մասնագիտությունը պատերազմական իրավիճակում արագ կյանքի կոչել, որտեղ պատերազմին մասնակցում ոչ միայն զենքով, այլ նաև ամեն ինչով, պետական ուժով, այո, ամբողջ համակարգով։ Այս տեսակետից միանշանակ, իսկ ինչպես հասնել դրան, այդ պետք է լինի ցանկացած գործունեություն,
ինքը փոքր ձևավորվում է, բայց որպեսզի այդ ձևավորվածը ի վերջո կարծրանա, իրան պետք է բերել համակարգային վիճակի։ Եթե մենք ուզում ենք ստանալ մի մեխանիզմ, որը պետության մասշտաբով համակարգային բնույթ կստանա, այստեղ առանց պետության մասնակցության, առանց պետության միջամտության, պետության քաղաքականության ոչ մի process համապետական կարծրություն չի ստանա։ Այսինքն կմնա энտուզիաստների վրա, կմնա բիզնեսի վրա, կմնա մտավորականների վրա, այսինքն կստանա ժամանակավոր բնույթ։ Լավ, այդ դեպքում արձանագրենք ինչ կարող ենք արձանագրել ներկայում Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը ինչ խնդիրների է բախվում եւ ստարտափներն էլ ընդ որում ինչ խնդիրների են բախվում։ Տեսեք, քանի որ բիզնեսը քիչ առաջ ասացինք, հա, տնտեսությունը, բիզնեսը, ֆինանսները դա արյունատար համակարգն է երկրի, եթե չաշխատեց, երկիրը կպարալիզացվի կամ առնվազն նորմալ չաշխատի, լավ, այսպես ձևակերպենք, հա։ Իսկ բիզնեսի համար արյունատար համակարգը ֆինանսական հոսքեր է։ Ֆինանսական հոսքեր, որպեսզի գան Հայաստան, այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են անել այդ ինվեստիցիաները Հայաստանում, ներդրումները Հայաստանում, պետք է վստահ լինեն մի քանի հարցերի շուրջ, հա։ Նախ ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակը, տվյալ երկրի պոտենցիալը այդ ոլորտը զարգացնելու, կառավարության ցանկությունը, պատրաստակամությունը աշխատելու եւ օրենք ամենակարևոր բանն եմ երևի ասում, օրենքների կայունությունն, դատական համակարգ եւ օրենքների կայունություն, բայց մեզ մոտ այնքան հաճախ են փոխվում օրենքները, այնքան հաճախ է փոխվում այդ ամեն ինչը, որ բիզնեսմենի համար շատ դժվար է որոշում կայացնել Հայաստանում ներդրում անել, թե չանել։ Ես հələ պատերազմի ռիսկեր, այն մնացածը դնում եմ մի կողմ։ Զուտ հարցեր, որոնք կարելի է լուծել։ Այո։ Այս մի խնդիր որ կա բիզնեսի հետ կապված։ Երկրորդ, բիզնեսի հետ կապված մենք ինչքան էլ ասում ենք, որ մասնագետներ, մենք ամեն ինչի մասնագետ ունենք, մեր մասնագետներին հասնող չկա, իրականում շատ-շատեր բողոքում են գործազրկությունից, բայց խնդիրը գործազրկության մեջ չի, աշխատատեղեր շատ կան, աշխատողների պահանջարկ շատ կա, բայց կա շատ մեծ բաց մասնագետների։ Այսինքն շուկան հագեցված չի, մասնագիտական շուկան հագեցված չի ու հատկապես կառավարման տեսակետից։ Մի հատ հետաքրքիր ֆենոմեն է գործում հայկական բիզնեսներում, ընկերության հիմնադիրը անպայման համարում է, որ ինքը պետք է լինի ընկերության տնօրենը։ Ինքը շատ լավ հիմնադիր է, շատ կրեատիվ մտքեր ունի, մարդկանց հետ հարաբերվել գիտի, ֆինանսական հոսքեր բերել գիտի, բայց մարդկանց հետ աշխատել կառավարման տեսակետից չգիտի։ Վատ մենեջեր է։ Այո, վատ մենեջեր է, բայց հոյակապ ստեղծարար է։ Այո, բայց վատ մենեջեր է։ Հոյապապ գործարար է։ Այո, բայց վատ մենեջեր է։ Պատճառներից մեկը սա է լինում։ Բայց ընդհանուր կարծում եմ բոլոր գործարարներն ու ձեռներեցները կփաստեն, որ մասնագետների խնդիր ունենք։ Դա շատ կարևոր հարց նշեցիր, ընդ որում մասնագիտական բացը, ես նաև այլ բան կարող եմ որպես խնդիր շեշտել, օրինակ տարիներ առաջ, որ ընթերցում էի Էլվին Տոֆլերի հեղափոխական հարստություն գիրքը, ինքը մի հետաքրքիր մեջբերում արեց, որ ես որպես քաղաքագետ իմ մոտ մեծ եփեցի էս, մեծ խմորումների պատճառ դարձավ։ Օրինակ է բերում, ասում է պատկերացրեք հանրային կյանքը արագընթաց մայրուղի է։ Եվ հանրային կյանքում տեղ գտած բոլոր ոլորտները մեքենաների նման սլանում են։ Բիզնեսը ընթանում է 250 կմ/ժ արագությամբ։ Մարդը անհատը ընթանում է 300 կմ/ժ արագությամբ։ Ազգային ինստիտուտները ընթանում են 150 կմ/ժ արագությամբ, պետությունը 160 կմ/ժ արագությամբ, բայց բյուրոկրատիան, որը որելի պետության անբաժանելի մաս է, 50 կմ/ժ արագությամբ։ Այս դանդաղ ընթաց իրավիճակը, առավել եւս այն ժամանակահատվածում, որ տեսնում եք պետությունը այսքան մեծ քանակությամբ արտապատվիրակման հարց է լուծում, դու այդ արտապատվիրակումը ոչ միայն պետության ներհամակարգային իրավիճակներով, այլ նաեւ մասնավորին արտապատվիրակելով որոշակի գործառույթներ, ինչպես է հնարավոր առողջացնել եւ արագացնել բյուրոկրատիան։ Մենք գիտենք գրասենյակային այդ իշխանության փակ գաղապարված մտածելակերպը եւ ինչպես կարող ենք բիզնեսի կորպորատիվ մշակույթը ներմուծել պետական կառավարման համակարգ, որտեղ իմ գնահատմամբ առնվազն բիզնեսը ունի շահագրգռվածություն ներքին համակարգի առումով ավելի արդյունավետ լուծումներ գտնելու, քան պետությունը,
Դրա համար այդ նեպոտիզմ կոչեցյալը, ծանոթ խնամի բարեկամ, ԽՑԲ կոչեցյալը պետությունում լայնորեն կիրառվում է, բիզնեսում ոչ այդքան։ Թեպետև կա, բայց ոչ այդքան։ Ոնց կարող ենք այդ մշակույթի լավագույն տարրերը ներմուծել պետական կառավարման համակարգ եւ պետությունը կարողանանք ավելի բացել, որ մասնավոր պետություն համագործակցությունը շատ ավելի կայուն լինի, շատ ավելի համընդգրկուն լինի, որ կարողանանք մեր երկրի արդյունավետությունը անգամներ բարձրացնել։ Այդ տարբեր արագությամբ շարժվող համակարգերի հետ կապված, ասես մի հատ միտք եկա, որ եթե ամեն մեկը շարժվում է մի արագությամբ, բայց ամենադանդաղ շարժվում է բյուրոկրատիան, նշանակում է լավագույն դեպքում պետությունը կշարժվի այդ բոլոր թվարկածների միջին թվաբանականով, լավագույն դեպքում։ Այսինքն նույնիսկ այն 300 կիլոմետր արագությամբ, 300 կիլոմետր/ժամ արագությամբ գնացողին մենք հետ ենք քաշելու, հասցնենք մինիմումի իր պոտենցիալը։ Դրա համար այդ գնացողը լքում է երկիրը։ Իհարկե, որտեղ իրան ավելի մեծ արագություններ է պետք, ավելի մեծ արագություններ ու մասշտաբներ։ Ինչ վերաբերում է ոնց անել, որ բիզնեսի աշխատելավոճը մտնի պետական համակարգ, շատ պարզ։ Պարզապես պետական համակարգի մեջ պետք է լինեն բիզնես մտածողություն ունեցող մարդիկ, այսինքն բիզնեսից եկած մարդիկ։ Ես հիմա շատ քիչ, բայց նկատում եմ նման տենդենց, փորձում են բիզնեսի մարդկանց ներգրավել պետական համակարգի մեջ, բայց քանի որ այնտեղ բյուրոկրատական մեխանիզմները շատ են, մեծ հարցական է, թե այդ բիզնեսի մարդիկ ինչքան ժամանակ կդիմանան այդ ամեն ինչին։ Կարող եմ ենթադրել, որ դու նկատի ունես շուկայում գործող լավագույնների մուտքը պետական կառավարման, այսինքն ստացվեց մերիտոկրատիա, շնորհապետություն։ Այո։ Այսինքն երկրում պետքա լինի շնորհապետություն, որ կարողանա պետական կառավարման համակարգը բիզնեսի նման արագ ընթանալ ու զարգանալ։ Լավագույնների ներգրավումը մի խոսքով։ Կարծում ես բանալին։ Հրաշալի լուծման եղանակ է եւ ես կարծում եմ, որ այնքան մեծ տիրույթ ենք վերցրել տնտեսության քննարկումը եւ առհասարակ մի այսպիսի հարց էլ կա, բոլոր տեսական մտածելակերպ ունեցող անձանց Էնգելսից դեռ բռնած, որ ասում է Եվրոպայի ամենաառաջնային առևտրական ժողովուրդը հայերն են եւ մենք շատ լավ գիտենք 1600-ական 1700-ական թվականներին հայկական առևտրային կազմակերպությունների ինչ առաջանցիկ զարգացում ունեցան, նույն ոտ էին մեկնում օստ-հնդկական կազմակերպության հետ, բրիտանական թագի, իսպանական թագի, նիդերլանդական թագի դեմ էին կարողանում գնալ։ Հայկական տորմիղը հասնում էր մինչև Մանիլա, իսկ այն ժամանակ Մանիլա հասնելու համար տեխնոլոգիաներ էին պետք, տեղորոշիչ տեխնոլոգիաներ էին պետք, որտեղ նավերը մայրցամաքի եզրին համահունչ էին ընթանում, իսկ Մանիլան կտրված էր, նշանակում է կողմնացույցի, տիեզերական քարտեզների, աստղային քարտեզների հնարավորություններ են ունեցել եւ այլն եւ այլն։ Եթե մենք այդքան ուժեղ ենք եղել առևտրում, եթե մենք այդքան ուժեղ ենք եղել արարչագործության մեջ, արարելու, ստեղծելու նորը, գիտական հնարավորություններ բացահայտելու, նույն 20-րդ դարի տարբեր երկրների մտածողների նամես հայկական անմազգանունները, սկսած բանկոմատների ստեղծողից, միջև միգ օդանավեր, այո, միջև հազար ու մի բան տեխնոլոգիական, որ հայերը ստեղծում են ավտոմատ փոխանցման տուփ, հազար մի տեխնոլոգիաներ, ու այդ տեխնոլոգիական ներուժը, որ հայ ժողովուրդը կարողանում է գեներացնել, ինչպես է հնարավոր կանչ տալ եւ մեր համահայկական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Գաղափարներ ունես մարդկանց աշխարհի հայությանը ոնց ներգրավենք Հայաստանի զարգացման գործընթացում։ Ստեղծել միջավայր։ Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կուզեն, կարողանան ու հաճույքով կիրականացնեն։ Շատ ճիշտ օրինակ է, ինչի հայերը դրսում կարողանում են դրսևորվել, ցուցաբերել իրենց տաղանդները, այստեղ չեն կարողանում։ Կաշկանդում են։ Որտեղ միջավայրը չի տալիս այդ հնարավորությունը։ Իդեպ ասեմ, Հայաստանը աշխարհում գտնվում է տասնյակի մեջ մեկ շնչին ընկնող ստարտափների ու ստարտափների հզորության տեսակետից։ Այսինքն նույնիսկ այս պայմաններում Հայաստանում նոր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, բայց զարգանում են այդ գենետիկ պոտենցիալի հաշվին։ Այո։ Պետությունը փորձում է որոշակի առումով ստեղծել համակարգեր, աջակցել, չգիտեմ ինչքան է դրա արդյունավետությունը, բայց այն որ ասում են ամեն մեկը իր գլխի ճարնա փորձում տեսնել, հա։ Կարծում եմ, եթե ստեղծվի համապատասխան միջավայր, մարդիկ մեծ հաճույքով կվերադառնան Հայաստան, որտեղ ես գիտեմ շատ արտասահմանցի ինվեստորների, ովքեր մի անգամ ոտ են դրել Հայաստան, որ այստեղից չեն ուզում գնան, որտեղ այստեղ
շատ պահող բան կա իրանց, սկսած մարդկային ջերմությունը, վերջացրած փոխհարաբերությունները մարդկանց հետ, բնությունը, բայց միևնույնն է, ես գիտեմ նաև, որ բոլորին հուզում է մասնագետների խնդիրը, որտեղ շատ դժվարությամբ են կարողանում գտնել միջազգային ոչ թե որակավորում ունեցող, այլ միջազգային որակի մասնագետներ, որտեղ որակավորումն ու որակը մի քիչ ուրիշ են, մաս կարող է 100 սերտիֆիկատ ունենա, բայց այդ հələ չի նշանակում, որ մասնագետ է դարձել։ Այսինքն ստացվում է, որ եթե մեր կրթական համակարգում հանրակրթության ոլորտում կրտսեր եւ միջնակարգ կրթությունը ապահովում է քաղաքացի, ինչպիսի որակի քաղաքացի ենք ուզում ստանալ, կրտսեր եւ միջնակարգ կրթությունն է ապահովում, դե իհարկե ընտանիքի ինստիտուտը ամենաառավելագույն միջամտությունն ունենալու հանգամանքում։ Իսկ բարձրագույն կրթությունը սերտորեն պետք է կապված լինի բիզնես միջավայրի հետ։ Նշանակում է, որ մեր բիզնեսն էլ պետք է հասկանա, թե բուհական համակարգում ինչ մասնագիտությունների զարգացման համար պետք է պահանջարկ նետի, եւ այդ պահանջարկի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունները ֆակուլտետներ ձևավորեն եւ կրթություն տրամադրեն, որ կարողանան բիզնեսի սպասարկման համար կադրեր ապահովեն, ընդ որում միջազգային ստանդարտներին համահունչ կադրեր։ Ստացվեց էլի ուխտը չոքես պետության քաղաքականության իրականացման դրան առաջ։ Այնուամենայնիվ, այո, տաղանդաշատ հայ ժողովուրդը հնարավորություն ունենում է ինտելեկտուալ կապիտալ ստեղծել, կարողանում է բարիք արարել ոչ միայն հայ ժողովրդի համար, ամբողջ աշխարհի համար։ Նշանակում է ամբողջ արդյունավետությունը պետական կառավարման համակարգի դաշտում է։ Չասենք ամբողջ, ասեմ ինչի, որտեվ այդ դեպքում միակ մեղավորը կլինի պետությունը, կստացվի քաղաքացին լրիվ անմեղ, պետությունը ամեն ինչում մեղավոր։ Պետությունը ունի իր մեղքի բաժինը, բայց քաղաքացին էլ ունի իր անգործության մեղքի բաժինը, որովհետև համաշխարհային ընդունված պրակտիկա է գործել ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների եւ այլնի միջոցով, որոնք գործիք են պետության վրա ազդելու։ Ցավոք սրտի Հայաստանում ես չեմ տեսնում կամ շատ քիչ եմ տեսնում մասնագիտական ասոցիացիաներ, որոնք տվյալ ոլորտի շահերը կպաշտպանեն, կամ մի շարք բիզնես ակումբներ, որոնք ինչ որ չափով փորձում են համագործակցել պետության հետ, արդյունավետությունը չեմ կարող գնահատել, որտեվ չունեմ թվեր ձեռքից տակ որ ասեմ, բայց գիտեմ, որ շարժ կա։ Այսինքն արմիություններ պետք է ձևավորեն, մասնագիտական հանրույթներ, մասնագիտական այլ բնույթի արմիություններ, որոնք պետության հետ, այսինքն քաղաքացիների շահերը պաշտպանեն պետության մոտ։ Բացի падգամավորների այդ մեխանիզմից, ինստիտուտից, արմիություններ, ասոցիացիաներ, ակումբներ եւ այլ։ Այստեղից ծագում է վերջին հարցը։ Մենք խոսեցինք այս զրույցի սկզբում արհեստական բանականության մասին եւ տեխնոլոգիական առաջընթացի մասին, գաղտնիք չեմ բացահայտի, որ 21-րդ դարի օրհասական հիմնախնդիրներից մեկը զանգվածային գործազրկություններն են։ Ինչ պետք է անել, որպեսզի զանգվածային գործազրկությունների պարագայում տարբեր տարիքային սեգմենտներին վերապրոֆիլավորվելու հնարավորություն տանք եւ այդ մարդիկ իրենց ռեալիզացիան շարունակեն տեսնել ու գտնել, կորցնելով աշխատանքը։ Հետաքրքիր հարց է, ասեմ ինչի, որտեվ փիլիսոփայական շերտ ունի իր մեջ։ Նշեցինք, որ գոյատևումը ուժեղ ոչ թե ուժեղն ու խելացին, այլ արագ ադապտացող է։ Ինչ է նշանակում ադապտացվել։ Ադապտացվել նշանակում է գործել հետադարձ կապին արձագանքելով։ Այսինքն, փոխվեց իրավիճակը, մենք ստացանք հետադարձ կապ, հասկացանք, որ իրավիճակը փոխվել, դրան համապատասխան փոխեցինք մեր վարքագիծը, այսինքն ադապտացվեցինք իրավիճակին ու սկսեցինք գործել նոր ադապտացված մեխանիզմներով։ Այո։ Հիմա, եթե մենք տեսանք ինչ է կատարվում միջավայրում, ըստ այդմ փոխեցինք մեր վարքագիծը, նշանակում է մենք ադապտացման միջոցով կարողանանք ոչ միայն չկորցնել հինը, այլ ազատվել անպետքից ու ստեղծել ավելի պետքականը, ավելի կարևորը, ավելի նորը։ Իսկ դրան հասնելու մի ճանապարհ կա, իմ կարծիքով, միշտ բաց լինել նորը սովորելուն, այսինքն աճելուն պատրաստ լինել, ոչ թե ողբալ, որ այսինչ փոփոխությունը տեղի ունեցավ, ոնց պետք է անենք ու այսինչ փորձանքի առաջ են կանգնած, այլ տեղի ունեցավ փոփոխություն, այդ փոփոխությունը մեզ ինչ նոր հնարավորություններ է տալիս, այսինքն ինչ աճելու հնարավորությունն են այդտեղ։ Դե հայկական լավ խոսք, ասում են շարից փորձանքից օգուտով դուրս գաս։
Հետևաբար, ստեղից մեկ ծաղկաքաղ կարելի է անել, որ մասնագիտական շուկայի փոփոխությունների առհավատչան կանգնեցնում է մարդու որակական հատկանիշներին, ինչքան արագ ինքը կարող է փոփոխվել։ Այո, Այստեղ արդեն գնում է հարցը հանրակրթության ոլորտ, ինչ քաղաքացի ենք մենք դաստիարակում։ այո, Ստեղից էլ մեր ժողովրդի համար պարզ դարձավ հանրակրթության, բարձրագույն կրթության եւ բիզնեսի ու տնտեսության կապը, դրանց անբեկանելի շղթան, որը մեկը մյուսին սնուցում է։ Հետևաբար նոր մոդելի քաղաքացիական հանդուրույթ ստանալու համար հանրակրթությունը համապատասխան պետք է լինի, որ կարողանանք ճկուն։ Իսկ միջ այդ ես կարծում եմ, որ խոցելի խմբեր կլինեն, խոցելի խմբեր, որոնք որ ի վիճակի չեն լինի արագ պատասխանել ու արագ արդիականանալ, նկատի ունենալով նախքին իրենց կրթական իրողությունները, այնուամենայնիվ ես ենթադրում եմ, որ պետությունը իր սոցիալական գործառույթներով հանդերձ պիտի պահպանի սոցիալական գործառույթները, թեպետ եւ մասնագետներ կան ասում են, որ ուժեղ քաղաքացի ունենալու պարագայում պետության սոցիալական գործառույթները պետք չի, բայց ես կարծում եմ դեռևս ժամանակները այդպիսին չեն, որ մենք այդ շքեղությունը մեզ թույլ տանք։ Նշանակում է պետությունը պետք է ինչ-որ չափով մասնաբաժին բեռ վերցնի նույն այդ թոշակառուների կարիքները հոգալու համար, թոշակների բարձրացման համար։ Մարդիկ գիտեմ 50 տարի աշխատում են Հայաստանի Հանրապետությունում 75,000 դրամ թոշակ են ստանում։ 75,000 դրամում ամեն ամիս մարդը ոնց կարող է ապրել։ Շնորհակալություն Արմեն ջան, հետաքրքիր զրույցի համար, շատ բազմաբովանդակ եւ բազմաշերտ զրույց ստացվեց այսօր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։